Բարև ձեզ, այսօր մայիսի 28-ն է, այսօր նշում ենք առաջին հանրապետության օրը։ Սա բեկումնային պահ է մեր պատմության մեջ, երբ Արհավիկից հետո ծնվեց հայոց պետությունը։ Իսկ այսօր 2026 թվականի մայիսի 28-ին հանրապետության հրապարակը կարծես վերածվել էր մեր պետության նորացվող ինքնության հայելու։ Հանրապետության հրապարակում ռազմական շքեշտի հաստատուն քայլերով անցնում էր հայոց բանակը, նոր սպառազինությամբ, նոր հանդերձանքով եւ նոր զինանշանով։ Եվ պետք է նկատել, որ այս փոփոխությունը արտաքին ձևական չէ։ Եվ մինչ հանրապետության հրապարակում ցուցադրվում էր մեր նոր դիմագիծը, Մոսկվայից շարունակում են հիշեցնել մեր անցյալի կապանքների մասին, սպառնում են թանկացնել գազը, վերացնել միգրացիոն արտոնությունները եւ հիբրիդային գործիքներով պայթեցնել մեր համապետական ընտրությունները։ Կարծես մեզ նորից փորձում են տնել դժվար երկընտրանքի առաջ, շարունակել մնալ հնազանդության ծիրում, թե հանդգնել դառնալ ինքնիշխան պետություն եւ խաղաղության խաչմերուկ աշխարհի առաջ։ Եվ այս միջոցին հայկական եւ միջազգային լրատվամիջոցներում կարծես պայթեց հրատապ լուրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ամբողջական աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բաց տեքստով եւ հրապարակային։ Եվ ուրեմն որն է նոր ձևավորվող աշխարհում Հայաստանի ինքնիշխանության, Մոսկվայի սպառնալիքների եւ Վաշինգտոնի աջակցության ներքին իրական տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը։ Այս մասին ենք խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատուրիստը Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս բանաստեղծ հրապարակախոս Հակոբ Մովսեսն է։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ։ Բոլորից շնորհավոր։ Բանաստեղծի հրապարակախոսի մտավորական մարդու հայացքով որն է մայիսի 28-ի դասը, խորհուրդը, հատկապես ներկա տագնապների համատեքստում։ Պատմության ապշեցուցիչ երևույթներից մեկն է մեզ համարում, որ հայ ժողովուրդը պետություն ունի։ Քաղաքականության, աշխարհաքաղաքական իրադարձությունների թողուբողում, որտեղ ապրել է հայ ժողովուրդը, պատմական բոլոր իրողությունները դրան դեմ են եղել։ Դա խոսում է առաջին հերթին մեր ժողովրդի մեծ կենսունակության, ապրելու մեծ կամքի մասին, մշակույթ ստեղծելու մեծ կամքի մասին, որին այսօր եկել է գումարվելու որպես պետական միավոր ապրելու իր կամքն ու կարողությունը։ Ես նայել եմ այսօրվա շքերթը, անկեղծ աչքերս լցվեցին, ես գնահատում եմ վերջին 100 տարվա մեր ժողովրդի ամբողջ ճիգն ու ջանքը առաջին հանրապետությունից սկսած մինչև օրս, բայց այսօրը համարում եմ առանձնահատուկ վիճակ մի քանի իմաստներով, նախ եւ առաջ այն իմաստով, որ մենք 1045 թվից հետո փոքրիկ վերելքներով, վայրեջքներով առաջին անգամ հնարավորություն ենք ստացել մեր քաղաքացիական դիմագիծը կերտելու եւ պատասխանելու թե պատմության մեջ որպես քաղաքական միավոր մենք ինչ ենք։ Մինչև այսօր մեզ դա ասել են ուրիշները։ Մեկը ասել է թշնամի ես, մեկը բարեկամ, մեկը իմ հովանավորյալն ես, մեկը այս, մեկը այն։ Այսօր հայ ժողովուրդը կանգնած է ինքնա պատասխանի առաջ, ինքը պետք է իրեն պատասխան տա, փառք Աստծո, այսօրվա բանակի շքերթից ցույց տվեց, որ այդ պատասխանը մեր ժողովուրդը ուզում է տալ, պատրաստ է տալ։ Ասացիք, որ նայել եք շքերթը եւ իսկապես շատ հուզիչ էր, եւ ինչ եք կարծում սա բանակի տեսողական եւ բովանդակային դիմագիծը ինչպես տեսակ, սա պարզապես արդիականացում էր, թե խորհրդանշական հրաժարում անցյալի կապանքներից։ Գիտեք, դուք շատ բարդ հարց եք տալիս, սիրելի Արտուր։ Ամբողջ հարցն այն է, որ պատմականորեն հայ ժողովուրդը զինվոր ասելով բանակի զինվոր չի պատկերացրել։ Երևի 7-8-րդ դարից սկսած, 10-րդ դարից սկսած։ Իսկ 18-10-րդ դարում մենք զինվոր ասելով հասկացել ենք այն, ինչ իտալացիները եւ եվրոպացիները ասում են պարտեջան է, պարտիզան, բալկանյան երկրների բառապաշարով մեր մեջ մտել է որպես հայդուկ, որպես ֆիդայի։ Զինվորը դա
առանձնահատուկ կեցվածք է, ժողովրդի առանձնահատուկ կեցվածքն է, եւ եթե կուզենաք իմանալ, եթե ժողովուրդը զինվորականություն չունի, ազնվականություն ստեղծելու քիչ հնարավորություններ ունի, որովհետեւ զինվորական կարգ ու կանոնը դիսցիպլին բառը չգիտեմ հիմա ոնց թարգմանենք, եթե այդ դիսցիպլինը չունի, ազնվականություն չի կարող ստեղծել։ Իսկ ազնվականությունն է, որը ժողովրդի գաղափարները, իդեաները, տեսլականները առաջ է մղում եւ պահպանում է։ Ես մի ամիս առաջ մի հաղորդում նայեցի նաեւ մեր ռազմական ակադեմիայի մասին։ Ես ապշեցի այն փոփոխությամբ, որ տեսքի, կեցվածքի, կանգնելու ձևի բովանդակության տեսակետից տեսա մեր ուսանողների մեջ, այդ ակադեմիայի մեր ուսանողների մեջ։ Ինչ դաստիարակված խրոխտ եւ իմիջայլոց այսօրվա խոսքը ճակարով կտրեմ, այսօրվա մեր շքերթի մեջ էլ ինձ ապշեցրեց մեր զինվորականության զինվորական կեցվածքը։ Ես հենց դա պիտի ասեի, այն որ տեսել եք դուք այդ հաղորդման մեջ կամ այն ինչ որ տեսաք դուք այսօր հանրապետության հրապարակում, կեցվածքը, նոր հանդերձանքը, այդ ամեն ինչը արդյոք միայն այդ տեսանելի մասն է, թե սա կարելի է համարել նաև հոգեբանական, իսկական անկախության, հոգեբանության մեջ անկախության վիճակում։ Տեսանելի մասից են արտացվում անտեսանելի մասերը։ Դեք եթե դուք հագնում եք զինվորական համազգեստ, ենթարկվում եք հրամանի եւ ձեզ պահում եք համապատասխան կեցվածքով, դա նշանակում է դուք քաղաքացու սկզբունքներ եք որդեգրում։ Մեկը ծնում է մյուսը։ Մեր ժողովրդի պատմությունը լիքն է հերոսական, ֆանտաստիկ, աներևակայելի հերոսական դրվագներով։ Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա դրվագներին ավելանում է նաև պրոֆեսիոնալ բանակը, պրոֆեսիոնալ զինվորը, օրինակ իմ տղաները ծառայել են բանակում, ես կուզենայի, որ թորնիկներս այսօրվա բանակում ծառայեն, որպեսզի այս դիսցիպլինային զինվորական այս հպարտ կեցվածքի մեջ մտնեին իրենք։ Պրոֆեսիոնալ բանակը, նորացվող բանակը, նոր սպառազինությունը, նոր հանդերձանքը եւ այլն։ Մի խոսքով բանակը սա բավարար է մեր պետականությունը պահելու համար, թե դրան պետք է գումարել նաեւ գաղափարական ներքին ինչ-որ մի առանցք։ Գիտեք, ոչ մի քաղաքակիրթ պետություն բանակով չէ, որ իրեն պահպանում է եւ պահում է։ Միայն բանակով։ Միայն բանակով չէ, որ իրեն պահպանում եւ պահպանում է։ Ընդհանրապես ժողովրդի հասարակության մեջ հասարակագիտական բոլոր նորմերը սպառազինություն են։ Կրթությունը պետության մեջ սպառազինություն է։ Տնտեսությունը շատ մեծ սպառազինություն է։ Եվ այլն եւ այլն։ Եվ այն պետությունները, որոնք կրթություն չունեն, տնտեսություն չունեն, հասարակական ինստիտուտներ չունեն, այլ ունեն 7000 ատոմային ռումբ, հանգարց թող չպարծնան, թե իրենք սպառազինված են։ Սպառազինությունը ինքը շատ բարդ հասկացություն է։ Երբ որ 18-րդ դարից եվրոպական պետությունները, չեմ խոսում հունական, հռոմեական բանակների մասին, սկսեցին այսօրվա նորմատիվներով սպառազինվել, իրենք սպառազինվում էին իրենց հասարակությունները, իրենց իդեալները, իրենց մշակույթները, իրենց ժողովուրդներին պահպանելու համար։ Այն պետությունները, որոնք դրանց պաշտպանելու համար չեն սպառազինվում, այլ սպառազինվում են իշխանությունը պահելու համար, իրենց իշխանությունը պահելու համար, իրենք անպայման օրերից մի օր կքայքայվեն, ես այդ սպառազինությունը շուռ կգա իրենց դեմ։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը բանակ է ստեղծում իր ասածս հասարակական ձևերը պահպանելու համար, նորից կրկնում եմ, որ դրա մեջ ես մտցնում եմ ամեն ինչ տնտեսությունը, կրթությունը, կիրթ մարդը ինքը զինվոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի առաջին հանրապետությունը հայտնվել է աշխարհքաղաքական, տեկտոնական փոփոխությունների այս շրջափուլի մեջ։ Ինչպես անել, որ անցյալի սխալները չկրկնվել եւ պատմությունը չկրկնվի։ Դուք շատ ճիշտ եք ասում, մանավանդ պատմություն կրկնվել ձեր արտահայտությունը, եթե
վերաձևակերպենք հայտնի Մարքսի ուրեմն թեորեմով, որ պատմության մեջ ամեն ինչ լինում է առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես ֆարս։ Եթե մեզ այդ կրկնվի մեր պատմության իրադարձությունները, այդ դեպքում մենք կընկնենք ֆարսի մեջ։ Իսկապես մենք նաև պատմականորեն, քաղաքականորեն նոր իրավիճակում ենք հայտնվել։ Ես հազար անգամ ասել եմ, հիմա էլ չեմ զլանակրկնելուց, մենք առաջին անգամ պատմության մեջ ստիպված են քաղաքական կողմնորոշումներ, քաղաքական ընտրություններ կատարել։ Գիտեք, այստեղ մենք նույնպես շատ դառը փորձ ունենք։ Ամբողջ հարցն այն է, որ մենք դեռևս Իսրայել օրու Հովսեփ Էմինի ժամանակներից օրիենտացիա ասելով հասկացանք այսինչ կամ այնինչ ուժին որտեղ գրվել է։ Այսօր եկել է մի ժամանակ, գիտեք, որ նախ ուժն է փոխվել, ուժը չգիտեք ինչ է, մի քիչ առաջ ասած իսպես, ուժը ինքը սպառազինությունը չէ, ամեն ինչ է ուժը։ Երկրորդ այսօր եկել է մի ժամանակ, երբ որ մեր ժողովուրդը պետք է քաղաքական կողմնորոշում կատարի, ոչ թե այսինչ կամ այնինչ ուժին ապավինելով, այսինչ կամ այնինչ համակարգի մեջ իրեն պատկերացնելով, որովհետեւ իմ ասածը վերացական չթվա, ես ձեզ օրինակով ասեմ, մարդու օրգանիզմի մեջ տարբեր ուրեմն կան օրգաններ, սկսած եղունգներից մինչև սիրտը։ Յուրաքանչյուր օրգան գործում է այն ժամանակ, երբ իր բիոլոգիական ֆունկցիաները գտնում է եւ այդ ֆունկցիաների մեջ է ինքը մտնում։ Այնպես որ ես այսօր այս մեր խոսույթը Ռուսաստան, Ամերիկա, չգիտեմ 300,000 թուրք, Եվրոպա, ես սրանք համարում եմ միֆական խոսակցություններ եւ գտնում եմ, որ մեր ժողովուրդը ոչ իր կամքով ստեղծված այս նոր իրավիճակում իհարկե պետք է քաղաքական ընտրություններ, քաղաքական նախասիրություններ հանդես բերի։ Ինչ է նշանակում դա։ Այսինքն ինքը պետք է տեսնի, որ համակարգի մեջ է նախ ինքը գործում, որպես թվարկածս անդամներից մեկը, եւ որ համակարգի մեջ է իր անվտանգությունը, առողջությունը այս կամ այն կերպ ապահովված։ Քիչ ուզում եմ առարկայացնենք, դուք որպես բանաստեղծ մտավորական մարդ շատ հաճախ խոսում եք մարդու ներքին ազատության մասին, բայց հայ մարդը այսօր իր հոգեկերտվածքով պատրաստ է տանել ինքնիշխանության, ինքնուրույն անկախ պետության այդ ծանր բեռը, թե դեռ շարունակում է ապրել արտաքին խնամակալ գտնելու այդ բնազդով։ Եթե անգամ ձեր ասածը ճիշտ է, իհարկե իներցիան շատ մեծ նշանակություն ունի, 1000-ամյա իներցիան, 300-ամյա իներցիան։ Միևնույն է, պետք է աշխատանք տարվի, պետք է աշխատանք թափվի, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ինքնուրույն պետություն կառուցել եւ ինքնուրույն որպես պետական միավոր ապրել։ Ամբողջ հարցն այն է, որ այսօր մեր գիտակցության մեջ օգտվելով նաեւ մեր քաղաքական մտքի տկիտությունից այնպիսի հակադրություններ են սարքում, այնպես են մեկը մյուսին հակադրում, որ հարմոնիկ ժողովրդի, հարմոնիկ, այսպես ասած, վիճակի գիտակցությունը մեր ժողովրդի մտքում խարխլվում է։ Մեր ժողովրդի կամքով չի, որ այսօր կանգնած աշխարհակաղակական ընտրության առջև։ Աշխարհը այդպիսի վիճակում է հայտնվել, Ռուսաստանն էլ է այդպիսի վիճակով հայտնվել։ Ռուսաստանն էլ է կանգնած շատ մեծ ընտրության առջև։ Եվ այն բոլոր անձինք կամ քաղաքական գործիչները, ովքեր մեր ժողովրդի Ռուսաստանից անկախ վիճակը պատկերացնում են վտանգներով լի, ես իրենց կուզենայի հարց տալ, իսկ Ռուսաստանի հետ կապված լինելու վտանգները չեք տեսնում։ Այստեղ ուրեմն խոսքը ոչ թե որևէ մեկի հետ կապվելը, որևէ մեկին ապավինելն է, այլ սեփական տեղը աշխարհում գտնելը, որի դեպքում այդ շերտավորված քաղաքականություն արտահայտությունը շատ տեղին է եւ որի բալանսավորված քաղաքականությունը շատ տեղին է եւ որի դեպքում դու կարող ես բոլորի համար էլ օգտակար լինել։ Իդեպ այս վերջին օրերի ռուսական ագրեսիվ, այսպես ասած, հարձակումները Հայաստանի վրա ես համարում եմ տկիտության արդյունք, քաղաքական տկիտության արդյունք, որովհետև Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինչքան իր բարեկամ երկրները լինեն անկախ, ազատ, ինքնուրույն, այնքան իրեն բարեկամ կլինեն։ Ինքը եթե ուզում է
ստրուկներ, իրեն ենթարկվող ճորտեր, իրեն ենթարկվող սալդատներ, ես դիտմամբ եմ օգտագործում այս բառը, ինքը գուցե թե ժամանակավոր հաջողությունների հասնի, բայց ինքը իր առումով շատ մեծ առաջ գնալու հնարավորություններ չի կարող ստեղծել ինքն իր համար։ Բայց ինչպես խոսել այս դեպքում այդ երկրի հետ, դաշնակցի հետ, որը ձեր ասածը առայժմ չի ընդունում, այսինքն ոչ թե համարում է, որ ինչ կան անկախ ազատ երկրի լինի այնքան իր կշահի այդ հարաբերություններից, այլ համարում է պարզ ասած ժամանակավորապես կորսված տարածք, որը պետք է անպայման նորից հետ բերել։ Եվ դրա համար օգտագործում է այդ սպառնալիքները, այդ թվում նաև կենսական ռեսուրսը որպես զենք օգտագործելով։ Ինչպես խոսել, ինչպես արձագանքել։ Եվ ինչպես է խոսում ու արձագանքում Հայաստանը։ Իմ կարծիքով մերոնք ճիշտ քաղաքականություն են վարում, ճիշտ են խոսում եւ արձագանքում։ Ես մինչեւ օրս մեր իշխանությունների բերանից որևէ հակառուսական բան չեմ լսել։ Եթե դուք լսել եք, ասեք ինձ, հիշեք, ես էլ իմանամ։ Հայաստանում հակառուսականություն չկա։ Դա ռուսների եւ գուցե եւս մի երկուսի հորինած, այսպես ասած, երկճոտ արտահայտությունն է։ Հայաստանում կա իր վիճակից ելնող քաղաքականության ворտեգրություն։ Իր վիճակն է այդպես թելադրում, իր վիճակն է թելադրում, որպեսզի եւ ռուսների հետ, եւ Եվրոպայի, եւ Ամերիկայի, եւ իմիջիայլոց Թուրքիայի հետ Հայաստանը այսօր շատ ճիշտ քաղաքականություն վարի։ Այստեղ իմիջիայլոց քանի որ այդ երկրի անունը տվեցինք, ես ձեզ մի բան ասեմ։ Մեր գիտակցության մեջ, հայերիս պատմական գիտակցության մեջ նստած է Ռուսաստան կամ Թուրքիա հակադրությունը, քաղաքականությունը կամ չի սիրում, քաղաքականությունը սիրում է եւ մեր ժողովուրդը այնքան խոհեմություն պետք է ունենա, որ եւ Ռուսաստան եւ Թուրքիա այս եւը մեջտեղ բերի ի վերջո իր հասկանալի է եւ միշտ ավելի գերադասելի է, բայց դա կարծես թե աշխատում է ավելի հանգիստ հանդարտ պայմաններում։ Իսկ ներկա պայմաններում ինչպես դա կարող է աշխատել, երբ որ այս համաշխարհային տեկտոնական փոփոխություններում ավելի կարծես խորանում են բաժանարար գծերը, աշխարհքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախումը, բաժանարար գծերը եւ տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում։ Հենց դրա համար էլ քաղաքականությունը իմաստնություն է։ Սա իմ արտահայտությունը չէ, Արիստոտելից եկող արտահայտություն է։ Տեսեք, այդ սա կամ նա ընտրության ուրեմն ընտրության հարցը դեռևս հունական դիցաբանությունից դրված է դա դուք եթե հիշում եք Ֆոդիսևսի նավը գնում էր ուրեմն երկու կործանարար ժայռերի արանքով Սկիլայի եւ Քարիբդայի աչ ես գնում ուրեմն նայեք ես կուլ տալիս ցախ ես գնում նայեք ես կուլ տալիս քաղաքականությունը այդ Ֆոդիսևսն է որը կարողանում է նավը այնպես տանել դրանց մեջտեղով դրանց միջով որ ոչ մեկը քեզ կուլ տա ոչ էլ մյուսը կուլ տա սա իմիջայլոց եւ այստեղ մի բանել կա քաղաքականությունը ժողովրդին պետք է հանի վախերից մանյաներից այնպես ինչպես շախմատիստը շախմատ խաղալուց իր հակառակորդից չի վախենում ինքը պետք է խոհեմ քայլեր անի կարող է երբեմն նաեւ պարտվի ինչ կա որ ընդհանրապես այդ մերոնք որ բան են անում մի քանի բառն մեկ բանարել ասպարեզ որոնցից իմ սիրտը խառնում օրինակ Թուրքի առաջ կզել ով որ այդ արտահայտությունը հորինել է նա ինքը հայ ժողովրդի թշնամին է ես ձեզ շատ բարձ ասում եմ քաղաքականությունը ինքը մի քայլ առաջ երկու քայլ հետ երկու քայլ առաջ մի քայլ հետ սկզբունք է, ինչպես որ շախմատում որ դու երբ որ քո ֆիգուրը հետ ես քաշում, այդ չի նշանակում որ դու քո դիմացի քո ախոյանի հետ ախոյանից վախեցար եւ ենթադրենք ցիտ հետ տվեցիր։ Իսկ շատ հետաքրքիր համեմատություն եք անում շախմատի հետ։ Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ, ձիով քայլ եւ այլն, բայց շախմատում կա նաեւ ցայտնոտ տերմին է։ Հիմա այս իրավիճակում արդյոք մեզ բավարար է մեր ժամանակն ու տարածությունը այդ նման քայլերի համար, որովհետև կոնկրետ իրավիճակ ունենք, կոնկրետ սպառնալիքներ ունենք եւ եթե մինչեւ այսօր այդ ակնարկներ էին, հիմա արդեն կոնկրետ սպառնալիքներ են։
դիտարկում ենք գազը թանկացնելը, դիտարկում ենք միգրացիոն առավելությունները չեղարկելը։ Էլ հիբրիդային գործիքակազմի մասն է։ Երկրորդի համար ես շատ ուրախ եմ։ Թող միգրացիոն այո, թող հայերի համար միգրացիոն հնարավորությունները Ռուսաստանում սահմանափակվեն։ Իսկ ինչ վերաբերում է գազի մազի թանկացմանը, գիտեք, բա ազգը նրա համար է, որ իր թանկ գազը օգտագործի եւ թանկ գազ օգտագործելով ուրեմն իր ապագան կառուցի։ Հո մենք մի փոր հացի ժողովուրդ չենք, հնարավոր են դժվարություններ, մեր ժողովուրդը պետք է որոշի ինքը ունի վճարելու իր ինքնությունը, ինքնուրույնությունը, իր անկախությունը ձեռք բերելու համար։ Եթե ունի վճարելու, դրանք պետք է վճարի։ Դրանցով թող մեզ չվախեցնեն։ Վարշապետն ինչպես է արձագանքում, որ թանկ գնով գազի սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չտվա։ Հայաստանը լինելու է միլիարդների երկիր։ Որքանով է իրատեսական այս թեզը ցես թվում այսօր։ Գիտեք ինչ, ես եթե մեր կառավարությունը ասում է, ուրեմն հաշվարկներ արել է, նաև տարածաշրջանային փոփոխությունները, նոր նախագծերը, Հայաստանով գազատարի առաջիկայում անցնելը, թրիպը եւ այլն եւ այլն։ Հազարի մի հնարավորություն։ Ժողովուրդ ասում Աստված որ մի դուռ փակում է, 7 դուռ էլ բացում է։ Մենք առայժմ այդ մի դռով ենք 100 տարի ելել մտել, ոչ մի ուրիշ դռան տեղ չենք իմացել, բայց մենք մի երկիր ենք, որը աշխարհագրական շատ հետաքրքիր դիրք ունի, շատերի համար ուրեմն հետաքրքրություն ներկայացնող եւ աշխարհագրական դիրքը նույնպես մտնում է պետության առավելությունների մեջ։ Նրանից ինքը կարող է քաղաքական դիվիդենդներ շահել, քաղաքական իր այո, մենք պետք է մտածենք, ամեն ինչ մենք պետք է մտածենք։ Իմիջայլոց ես ձեզ մի բան ասեմ, մենք ոչ միայն մեր երկրի հնարավորությունները չգիտենք, օգտակար հանածոներ, գյուղատնտեսություն, չգիտեմ, սա եւ սա, այլ մենք նաեւ մեր տարածաշրջանի գեոպոլիտիկ պատկերը լավ չգիտենք։ Մենք օրինակ չգիտենք ինչ է նշանակում արաբական երկրների կողքին լինել, ինչ է նշանակում Թուրքիայի կողքին լինել, ինչ է նշանակում Պարսկաստանի հետ հարևան լինել։ Սրանք պատմականորեն մենք գիտենք, բայց աշխարհաքաղաքական տեսակետից նորից սրանք վերլուծություններ են պահանջում եւ այստեղ ելնում եմ նաեւ մի բանից։ Գիտեք, երբեմն ժողովուրդները իրենց հիվանդության մասին մտքերին ավելի են տրվում, ավելի են վախենում, քան հիվանդություններից։ Մեր ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, սկզբում ասացինք, հնարավորություններ ունի եւ իր հիվանդությունները տեսնելու, քննելու եւ դրանք բուժելու, դրանց դեմ առնելու։ Պետք է առաջ գնալ, պետք չէ ընկնել բաների վախերի մեջ, մանյանների մեջ, որով էլ մեզ հենց վախեցնում է։ Վախերի մեջ ընկնել պետք չէ, բայց կոնկրետ ստացված իրավիճակում լուծումներ փնտրել է պետք։ Մենք խոսեցինք գազի սպառնալիքի մասին, գազային շանտաժի մասին, բայց այս օրերին սպառնալիքները միայն գազով չեն սկսվում եւ ավարտվում, ամենատարբեր տնտեսական սահմանափակումների հետ մենք գործ ունենք, եւ գինի, եւ կոնյակ, եւ այսինքն արտահանում, եւ գյուղատնտեսական ապրանքներ եւ այլն եւ այլն։ Մենք ունենք իսկական իրոք հնարավորություններ սրա լուծումը գտնելու, թեկուզ հենց արագ վերապրոֆիլավորվելու դեպի եվրոպական շուկա։ Ձեր հարցին համապատասխան ոլորտի աշխատողները ավելի հստակ կպատասխանեն, իմ պատասխանը լինելու է նորից ընդհանուր աշխարհաքաղաքական։ Մենք ունենք աշխարհաքաղաքական շատ հետաքրքիր դիրք։ Մեր կողքին արաբական շատ զարգացած երկրներ են, մեր կողքին Թուրքիան է, մեր ուրեմն 4 Պարսկաստանն է, որը ես հույս ունեմ շուտով դուրս կգա այս դառը իրավիճակից եւ գուցեև դուրս գա շահած, ես ես մի բան ասեմ, գուցեև դուրս գա շահած։ Այնպես որ մեր ժողովրդին պետք է գցել, գիտեք, ինքնակեղեքումների մեջ։ Դրան լատիներեն ասում են, ինչքան հիշում եմ, լատիներեն բառ կար, այս պահին մտքիցս թռավ։ Պետք չի մեր ժողովրդին պահել վախի, սարսափի, այ ֆոբիաների մեջ գցել։ Այդ սպառնալիքների հիմնական նպատակը դա է։ Հիմնական նպատակը իհարկե դա է։ Հիմնական նպատակը այն է, որ մեր ժողովրդին ասեն, որ դու
անշնորհք ժողովուրդ ես եւ ինքնուրույն ապրելու իրավունք չունես, որ մեր ժողովրդին գցեն ավտոֆագիաների մեջ, այսինքն ինքնակերեկումների, որ ինք իրեն ասի, գիտեք, դե մենք չէ, ես երբեմն ես որ ելույթներ եմ ունենում, ես տեսնում եմ բաների կոմենտների մեջ գրում են, դե մենք պետություն չենք կարաս կառուցենք, մենք պետություն ստեղծող ժողովուրդ չենք։ Այս ինքնանվաստացման մեջ ժողովուրդներին գցում են։ Եվ այո, սրա դեմ նույնպես մենք պետք է առնենք եւ ես այստեղ մի բան ասեմ մեր ժողովրդի այս ինքնակերեկումների մի զգալի մասը, եթե ոչ մեծ մասը, գալիս է իր անտեղյակությունից եւ քաղաքական անգիտությունից, ես չեմ ուզում ասել անգրագիտությունից կամ տգիտությունից, չնայած ինքի չէ, որ այդ բառերն էլ կարող ենք օգտագործել։ Մեր ժողովուրդը քաղաքականապես գրագետ չի։ Դրա համար մեր պետությունը շատ գործ ունի անելու, որպեսզի ժողովուրդը ոչ միայն իր կաշվի վրա զգա, այլ նաև մտավորապես հասկանա ինչ բան է պետությունը, ինչ բան է պետության համար վճարվող գինը, ինչ բան է նեղությունը, ինչ բան է շրջափակումը։ Մեր ժողովրդին հենց ասում ես, գիտեք, վաղը ուրեմն բանը լարսը կփակեն, ընկնավորում է։ Հնարավոր է որ փակեն, այո, բայց դրանից պետք չի հուսահատության մատնվել։ Այսինքն ոչ միայն քաղաքական գրագիտության, այլև պետական մտածողության խնդիր։ Հենց գիտենք, այդ պետական մտածողությունը գրագիտության արդյունք է։ Ես օրինակ սպասում եմ, որպեսզի այս ընտրությունները վերջանան, ես պետք է մեր կառավարությանը համապատասխան նախարարությանը ուրեմն մի առաջարկով դիմեմ, որպեսզի պետությունը իր միջոցներով մի 40-50 գիրք թարգմանել տա, որոնք վերաբերում են հասարակությանը, քաղաքականությանը, պետությանը, պետական չափանիշներին եւ այդ գրքերը բուհական ծրագրերի պարտադիր ընթերցանության մասերի մեջ մտցնի։ Օրինակ, ինչ է կարծում, ոնց պետք է մեր ժողովուրդը չվախենա իր հարևաններից, չվախենա ինքնուրույն լինելու պետական դիսցիպլինները ինքը մշակելու իր հնարավորություններից, եթե նա Լևիաթանը չի կարդացել, չգիտի պետությունը ինչ բան է։ Նա չգիտի ամբողջավարությունը ինչ բան է, օկլոկրատիան ինչ բան է, դեմոկրատիան ինչ բան է, սրանք բոլորը մեր ժողովրդին պետք է ուսուցանվեն։ Մեր զրույցի վերջում անդրադառնանք նաև այսօրվա այդ կարևոր նորությանը, Միացյալ Նահանգների նախագահի լիակատար ամբողջական աջակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինչպես ստացվեց, որ Հայաստանի իշխանությունը ստանում է Միացյալ Նահանգների նախագահի լիակատար աջակցությունը։ Սա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մի քիչ առաջ նշեցինք, շատ յուրահատուկ քաղաքական աշխարհագրական դիրք ունի, որը հետաքրքիր է ոչ միայն ռուսներին էլ պետք է հետաքրքիր լինի բնականաբար, հետաքրքրում է ոչ միայն ռուսներին, նաև եվրոպացիներին, նաև Ամերիկային, եւ մեր պետությունը, մեր ժողովուրդը պետք է այս հետաքրքրությունների ոլորտում ինքը նավավարի, ինքը իր օգուտների, իր շահերի գիտակցությամբ բոլորի հետ հարաբերություններ հաստատի։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ուղերձի համար շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ես կուզենայի, որ այսօր այդպիսի մի ուղերձ հղեր մեզ նաև ռուսական իշխանությունը, ռուսական կառավարությունը, համենայն դեպս։ Ինչ ուղերձ հղեր, որ աջակցում է վարչապետին։ Այո, իհարկե, այո։ Այդ դեպքում ես կմտածեի, որ Ռուսաստանը ուզում է այստեղ բարեկամ պետություն ունենալ եւ ոչ թե իր դրածոների մի հավաքածու, որոնք իրեն հազիվ թե օգուտ տան։ Օգուտ չեն տա։ Չեմ կարծում։ Վնաս կտան։ Ընտրությունների մասով ինչ դիտարկումներ ունեք։ Սա էլ ավարտենք։ Ուրեմն առաքինությունը մեզնից պահանջում է ասել, որ բոլորին ցանկանում ենք հաջողություններ, բայց առաջին հերթին հաջողություն ենք ցանկանում մեր ժողովրդին, որպեսզի հանկարծ իր երկիրը, իր պետությունը, իր ինքնիշխանությունը իր ձեռքից չխլեն։ Մեկը կասի փոքր է դա, մեկը կասի, չգիտեմ, աննշան է,
գուցե, բայց գնալով դա կարող է մեծանալ, գնալով դա կարող է դառնալ իր բնութագիրը։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը իր այդ գիտակցությունը ունենար, իր երկիրը հանկարծ իր ձեռից չխլան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօրվա զրույցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետությունը, պետականությունը, ինքնիշխանությունը հենց այնպես սկուտերի վրա մատուցվող ընծաներ չեն։ Եվ այս օրերին եւ մի կողմից հնչող սպառնալիքները, մյուս կողմից ստացվող աջակցությունը վկայում են, որ Հայաստանը դարձել է մեծ աշխարհքաղաքական խաղի մաս, այստեղ կարևորը խաղացող լինելն է եւ ոչ թե խաղադաշտ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է եւ ներքին համերաշխություն եւ արտաքին սառը հաշվարկված բալանսավորված քաղաքականություն։ Սա ազատազրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի բանաստեղծ հրապարակախոս Հակոբ Մովսեսի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։